Մի հատ տենց հետաքրքիր խոսք էլ կա, որ արվեստագետը փրկված երեխա է։ Երևի ուղղակի, որ մեծանում են որոշների մոտ այդ մանուկը մնում է։ Ասենք միշտ մտածել եմ, լավ, դա կարելի է էլի չնկարել ուրիշ բանով, բայց իմ դեպքում հաստատ կասեմ, որ ամենադժվար փուլերից կյանքի արվեստի միջոցով եմ ես դուրս եկել։ Ամենակարևոր թեման մարդը, իմ աշխատանքների հիմքում հենց մարդն է, իր էմոցիաներով, վախերով, սկսած ինձնից, որովհետև մինչև ինձ լավ չճանաչեմ, ոնց որ միջավայրը ավելի դժվար է բացահայտել, քեզնից է սկսում բացահայտել քո միջավայրը։ Քո նկարների մեջ հաճախ կան ոտքեր։ Ինչ են այդ ոտքերը, որտեղից են հայտնվում, սիմվոլիկա ունեն։ Ուսանողական տարիքի աշխատանքներից որ նայեցի, տեսա, որ էլի ինչ-որ հայտնվում են։ Հասկացա, որ մի րոպե փաստորեն այդ վաղուց է ավելի։ Ոնց որ բացահայտում եմ ինչ-որ բան, քանի դեռ չեմ բացահայտել, ինքը արդիական է իմ աշխատանքների մեջ, հենց արդեն բացահայտվի, ոնց որ ինքը դուրս կգա, էլի այդ ապը կփակվի, զինվորն է չէ այնտեղ հրամատում, ու ես եմ տանը իմ շորերով, տնային պայմաններում, հետո հասկացա, որ ենթագիտակցորեն այն սաղավարտը, որ զինվորի գլխին է, իմ մոտ այդ խալաթն արջուկներով փափուկ ենթագիտակցությունը պահելը ինձ համար շատ կարևոր է, շատ, որ այդ անկեղծությունից չհեռվանաս, որտեղ ամենակարևոր բանն է արվեստի մեջ անկեղծությունը։ Ասում եմ մեր արվեստագետներին ավելի բաց լինել իրար հետ ու կամեցող։ Համ հարցնում ես ինչ-որ բան նորմալ չեմ պատասխանում, հասկանում ես, տենց էլ է լինում, չէ՞։ Դրանք մի քիչ պիտակավորել են առանց բացատրության։ Ես օրինակ կուզեի, որ ընդհանրապես այդ առողջ քննադատություններ լիներ, էլի, բայց մեր մոտ իսպառ բացակայում է այդ առողջ քննադատությունը։ Դիտես ինչ, բաներ շատ են քչել։ Այդ իմաստով հետաքրքիր է ցուցահանդես, կարևոր բան է, էլի, երբ որ քեզ նայում ես մի հատ ուրիշ տեսակ, ուրիշ աչքով, դրա արդյունքում մարդկա կարող է հիասթափություն ապրում, դեպրեսիաներ կարան լինեն, ու կարա հակառակ ավելի ոգևորի, որովհետև ոնց որ դատին ես հանձնում, էլի, համ քո դատին, համ էլ մարդկանց, ու ընդհանրապես ես հասկացել եմ, որ իմ կյանքում ինչ արել եմ, արվեստի համար եմ արել։ Արվեստի համար այն իմաստով, որ իմ կյանքում հավատարիմ եմ եղել։ Մյուս անգամ ես կարամ քեզանից քեզանից մեկը պետք է քեզ հետ զրուցի քո արվեստի շուրջ։ Իսկ ինչ նկարա։ Սա հա, հիմա չէ, ճիշտ ասած, մի ամիս առաջ ամառյա պետքա վերջացնել, են էլ նենց հիվանդացանք։ Այս զուգահեռ էի անում սենց մի քանի գործերի վրա զուգահեռ էի աշխատում։ Հա, էլի, ոնց որ այս շարք, սրան հատուկ տենց մտածված շարք չի, բայց ոնց որ քանի որ այդ թեմայի մեջ է, այդ ոտքերի ու յուղաներ կա, չափերն էլ եմ աշխատում նմանացնեմ, մոտավոր մի չափերի են ստացվում, տենց Այդ կերպարները գիտես ով են թե։ Ինձ թվում է մեծամասամբ էլի իմ կերպարը կա իրանց մեջ, ինձ եմ ուսումնասիրում։ Բայց ասացիր ոտերն էլ է քոնը։ Չէ, մենակի մեջ չի, Բայց կանանք կարծում եմ հա իմն էլ կա։ Բանը, իսկ այդ կերպարները դե ինքնադիմանկարը իմ մոտ շատ է, եթե նկատել ես պայմանականների մեջ էլի, մենակ ես չէ, ինձ թվում է բոլոր արտիստներն էլ ինչ որ կերպար նկարելուց կամ ուսումնասիրելիս իրանք կան մեջը, հա, հաստատ։ Հետո որովհետև вообще ամեն ինչ չերես քեզ ես քո միջոցով ես բացահայտում, էլի։ Այս սենց նստում եմ, ստեղ դիմացը կողտրիկ անկյուն եմ։ Ես ճիշտ ասած, որ սենց նստում եմ ու հատակին նստած եմ ստեղծագործում, փոքր ժամանակ էլ եմ տենց ամբողջ դե միշտ եմ նկարել փոքր տարիքից ու տենց գետնին նստած, սենց գետնի վրա էի հիշում անընդհատ։
Նրանք ասում էին հերիքը բարք շատ է էլի իսկ բանը սիրել ես այդ մանկության պահերը նկարելը թե չէ այսինքն այդ ասոցիացիաները որ գալիս է մարդը օրինակ իր մանկությունը շատ չսիրում չի ուզում հիշի բայց օրինակ իմ մոտ ըստ դրական բաներ է իմ մոտ էլ չէ իմ մոտ էլ է դրական կարող է ենթագիտակցության մեջ ինչ որ բաներ կա որ մենք չգիտենք կարողա չէ տենց էլ կա դրական բացասականն էլ կա հաստատ բայց իմ հիշողության մեջ տենց ավելի դրական հիշողություններ էլի ու հիմնականում նկարելու հետ է կապված անընդհատ է մարը որ հիշում եմ ինձ թվում է այդ նկարչությունը արվեստը մարդու մանկությունից է բոլորն են դե նկարում մանկությունից սկսած ուղղակի իմ կարծիքով մի հատ տենց հետաքրքիր խոսք էլ կա որ արվեստագետը փրկված երեխա է մի քիչ տենց է մոտավոր թարգմանվում երևի ուղղակի որ մեծանում են որոշների մոտ այդ մանուկը մնում է ստեղծագործող մարդկանց մոտ ինքը հենց արվեստագետ այդ երեխան է էլի Սա մի տեխնիկական թեմաներից ուսում էի սկզբից դու քո կրթությունից պատմես ու թե ոնց էլի եկար այդ ճանապարհը ոնց է եղավ որ եկար հասար արվեստի դե ոնց որ ասացի միշտ եմ այդ process-ի մեջ եղել հենց բոլերին գցած նկարում հետո երբ որ արդեն դե դպրոցը նենց ստացվեց որ այդ տարին որ ես պետքա արդեն 10-րդ դասարան էի բան 12 դարձավ ու պետքա էլի կամ 10-ից դուրս գայի ընդունվեի համալսարան կամ միտեղ կամ շարունակեի հետո ու 10-ից որոշել էի դուրս գայի Թերլեմեզյան գնայի բայց տենց չստացվեց այդ տարին որոշեցի գնամ 12-ը ավարտեցի հետո արդեն միանգամից ակադեմիա գեղարվեստի բայց այն ժամանակ դեռ մենք գյուղում էինք այդքան տենց հաճախելու խմբակներ չգիտեմ ինչեր չի եղել միշտ ես ինձնով եմ այդ process-ի մեջ եղել բայց նենց ստացվեց որ մի կին այնտեղ եկավ մեր մոտ մեր գյուղում ապրելու ինքը նկարիչ էր տենց իմացանք բան գնացի իր մոտ մի քանի ամիս իր հետ նկարել եմ ոչ թե տենց ինչ որ բաներ հատուկ ակադեմիական կամ բան են կարել այլ իրար հետ նկարել ենք ու ինձ թվում է դա կարևոր պահ էր որ մի քիչ տենց այդ բարդ բաներից շատ հավեսը չփախավ այլ հակառակը ստեղծագործական process-ով ուղեկցվեց էլի իմ այդ պատրաստվելը ընդունվելու համար ու արդեն եկա հանձնեցի ինքնուրույն դու միանգամից գեղարվեստի ակադեմիա չէ իսկ բաժինը գեղանկարչություն տենց չէ շատ բուրըն տարիներ են եղել ուսանողական տարիները մեր իմ այդ բունտար ըմբոստ հետո գիտես ինչ այնտեղ մի քիչ սահմանափակ տեղա չէ գյուղի մտածելակերպ միջավայրը եւ այլն ավելի քան երբ որ դու միանգամից հայտնվում ես քեզ հարազատ միջավայրի մեջ քեզնից շատ ինչ է լինում այդպես հա ու սենց շատ դրական լավ իմաստով ինձ բան արեց ոգեշնչեց իսկ օրինակ բանը այլի խոսացինք այդ թեմայից բայց ասում եմ որ նկարչական կրթություն չունեմ ու չեմ ուզել ինչ որ տենց շատ խորանամ հենց նկարչության մեջ երևի պատճառներից մեկն էլ էր որ այդ կաղապարելու պահը էլի ոնց որ տեսակ քեզ քառակուսի չեն սարքում այդ հա միջավայրի այդ շատ նուրբ պահ է օրինակ հիմա ես որ մեկ տենց աշակերտներ եմ ունենում բան նենց պատասխանատու պահ է որտեվ պետքա նաև այդ նրբությունը իմանալ էլի որ սահմանափակել այդ պիտիների ոնց որ ես բողոքում էի իմ նույն բանը ես չանեմ էլի դրա մասին շատ եմ մտածում ու շատ զգուշորեն եմ այդ բանին վերաբերում այսինքն պետքա մաքսիմալ ազատ լինել համար ուսանողական տարիներին այդ կոնֆլիկտը միշտ եղել է դասախոսների հետ էլ ես մի քիչ շատ թվում է շատ ազատատենչ եմ էլի իմ բնույթով բունտար եմ ըմբոստ որ ասում են հայերեն բանը
ու միշտ այդ կոնֆլիկտը եղել է, որ հա համաձայն եմ, ճիշտ է, որ ընդունվել ենք ակադեմիական կրթություն ստանալու համար։ Ու անդադ այդ նախադասությունը կասեն, չէ՞։ Հա, այդքան այդ չէ, ինչքան ոչ թե ասում են, այլ վերաբերմունքով են ցույց տալիս դա, էլի։ Այնց չի, որ շատ հաճախ կամ անընդհատ իրանք մեր կողքն, բայց վերաբերմունք ցույց տալու հարցում, ասենք խիստ ակադեմիականները, դա էլ է պետք, պարզ է, բայց պետքա նաև դրա մեջ ազատություն լինի, ոչ թե սահմանափակվի, դրա մեջ էլ սահմանափակեն, էլի, հասկանում ես, քո ձևով, ասենք, եթե ես այս պահին բնորդա նստած չեմ, մի տեսակ շատ կարևոր է ում ես նկարում, կապ չունի, որ դու տեղ ուսանող ես, դա չի նշանակում, որ լենց լագերա քեզ բերել են գցել չունես պետք, բայց դա էլ է, չէ, ազատություն, ու եթե ես այդ պահին բնորդին տենց չեմ ուզում նկարեմ ուրիշ կերպ եմ, ինչ-որ հետաքրքրություն եմ ուզում մտցնել, նենց չի, որ ես խուսափում եմ նկարելուց, պրոստը ուզում եմ նենց բան մտցնել, որ ինձ էլ հետաքրքիր լինի, էլի, եթե հետաքրքիր չլինի, ոնց լավ կնկարես, պետք է հետաքրքրությունը լինի, չէ, եթե դու այս պահին ինչ-որ բան ես ստանձնել, որ կրթում ես կամ ուսուցիչ ես ինչ-որ իմաստով պետքա բնական լինես, ոնց որ կաս, ու այդ արդեն սովորելու բան չի զոռով, այդ մարդու ներաշխարհն է, եթե դու ազատ մարդ ես, իմ կարծիքով, քո տեսակով, քո բնույթով, նույն ազատությամբ էլ վերաբերվում ես այդ տվյալ քո, ասենք, հետ որ պարապում ես աշակերտին կամ ու բոլորին, ու դա արդեն անհատի բնույթից է, էլի, ոնց է վերաբերվում։ Իհարկե անընդհատ մարդը պետք է սովորի ինքը իր վրա աշխատի ամեն ինչում, բայց այդ բնույթը նաև աշխարհայացքը ինչ-որ տեղ չես կարա, էլի։ Կարող է շատ լավ արհեստավարժ մասնագետ լինես, չգիտեմ, մանկավարժ լինես, բայց այդ բաները քեզ սահմանափակեն ու արդեն սխալ արտադրություն լինի, էլի, արդյունքում։ Ու սովորաբար այդ բանը կա, այդ չհասկացվածությունը լավ մասնագետի ու նաև ազատ մարդու մտածելակերպի մարդու կարող է լավ մասնագետը ու այդքանով մտածեն դե լավ է, էլի, կամ լավ անում իր գործը, բացի դրանից այդ բնույթը կարևոր է, դրա համար է շատ բարդ պատասխանատու բան ուսուցիչ լինելը, կարծիքով այդ շատ առաջի հերթին մարդը, մարդու տեսակը, ես հիշում եմ մենք բնորդ ունեինք, մի անգամ էլ բանը, տենց պարկած էր մեջքի վրա ուղիղ, ես տենց գունատ տապտավում էի, ոնց էր մահացած դին, տենց գոց էր անում էի։ Չկա այդ նկարը, ափսոս։ Այս խոսակցություն եկավ ընդեղից, որ ես հանդիպեցի այդ կնոջը, որ շատ կարևոր էր Անահիտին, ինքը հենց այդ պահներ էլ, ինքը իր բնույթով այտենց իրանից սովորելու ոչ թե հենց մենակ նկարչություն, այլ մտածելակերպը, տեսակը հավասար շատ։ Կոնկրետ հարցերի գանք, ինչ թեմաներով ես հիմա ստեղծագործում, եթե կարաս էլի թեմաների բաժանես պայմանական, ընդհանրական ու ինչ նյութերով ես աշխատում այս պահին։ Թեմաների մասով արդեն խոսում ենք դրա շարունակությունն է, հա, թեմաների մասով էլի մարդուն եմ ուսումնասիրում ու սկսած ինձնից, որովհետև միջև ինձ լավ չճանաչեմ, ոնց որ միջավայրը ավելի դժվար է բացահայտել, քեզնից է սկսում բացահայտել քո միջավայրը, ու կերպարների իմաստով էլ ես կամ իմ աշխատանքների մեջ, անգամ եթե ինչ-որ վիզուալ տենց ավելի վերացական է, հա, էլի քո հոգեվիճակն է, իմ համար այդ է ամենակարևոր թեման, մարդը, իմ աշխատանքների հիմքում հենց մարդն է, իր վախերով, չգիտեմ, ամեն մի տեսակ էմոցիաներով,
ու ինչ որ բան, որ նկարվում, ստեղծագործվում է ենթագիտակցորեն, իմ կարծիքով այդ մի հատ աշխատանք է ինքս իմ հետ, որ հետո անում ես, օրինակ ինձ չի որ շատ հատուկ մտածված, բնականաբար մտածված չի ես ոտքերի կամ ինչ որ թեմաները, դա ենթագիտակցական իրավիճակ է, ու ասում եմ, դե լավ չեմ ուզում էլի, բայց մեկը դրան է գնում ու հասկանում եմ դա մի հատ հոգեվիճակ է, ոնց որ բացահայտում եմ ինչ որ բան, եթե քանի դեռ չեմ բացահայտել, ինքը արդիական է իմ աշխատանքների մեջ, հենց արդեն այդ բացահայտվի, ոնց որ ինքը դուրս կգա, էլի այդ этаպը կփակվի։ Տենց իսկ նյութի մասով շատ տարբեր, շատ խառը տեխնիկաներով կարամ աշխատեմ, տենց շատ սահմանափակումներ չկա, բայց միառժամանակ կարող է համսրանը տարբեր բաներ չանեմ, ինչ որ этап մի նյութով աշխատեմ, հետո մի նյութով, տենց մի քիչ շուտ հոգնող եմ ես։ Ոնց ես սիրում տարբեր նյութեր փորձարկես, թե մի նյութի տարբեր հատկություններ։ Երկուսն էլ մի նյութի տարբեր հատկություններ ու որը որ ընթացքում արդեն զգում եմ էլի որն է իմ աշխատանքի լեզուն, իմ ստեղծագործության լեզուն, այս տեսակն է, դրա մեջ շարունակում եմ, հիմա յուղաներկն է շատ հետաքրքիր, նորից կրկին վերադարձել եմ յուղաներկին, հա։ Քո նկարների մեջ հաճախ կան ոտքերը ամենտեղ համարյա, ես ինչքան նկար տեսեմ, չէ լավ բացառություններ կան, բայց ինչ են այդ ոտքերը, որտեղից են հայտնվում, ինչ սիմվոլիկա ունեն։ Հենց այդ է նորից շարունակենք այդ նույն թեման է, իրականում հենց նրանում է հարցը, որ մտածած չի բնականաբար, թե ինչ, եթե մի բանը մտածված անեմ, անկեղծ ասած արդեն հետաքրքիր չի։ Հա, քո հենց իմ մոտեցումը տենց է, որ այդ ենթագիտակցության մեջ կարող է ինչ որ շատ հստակ պատկեր, չգիտեմ, հետաքրքիր ուրիշները հավանեն, ասեն ինչ հետաքրքիր բան, բայց ես դա փոխեմ հաջորդ օրը ուրիշ նկար լինի, որովհետև դա ինձ չի բավարարել, այդ ոնց որ իմ ներսից չէ, էլի մի քիչ կամ կեղծ էր իմ համար։ Իմ համար այդ շատ կարևոր է այդ անկեղծությունը ու այդ անկեղծությունը ինձ թվում է հենց այդ ենթագիտակցության հետ անմիջական կապ ունի։ Ու այդ բանը շատ կարևոր է ինձ համար պահելը։ Դրա համար այս հարցին վերադառնալով այդ ոտքերի պահը չգիտեմ, իրոք չգիտեմ ինչի եմ նկարում, այդ էլ 1000 անգամ շրջել եմ, փոխել եմ, ինքը փոխվելու է, էլ ինչ որ բան ստացվել էր, բայց դուրս չեկավ։ Չգիտեմ ինչի եմ նկարում, ես վերջերս արխիվս որ նայում էի, տեսա որ ինձ թվում էր ինչ որ մի կետից ֆիքսել էի, որ այդ կետից եմ հայտնվել, բայց հետաքրքիր էր, որ այս տեղափոխությունների մեջ բան նայում էի իմ հին աշխատանքներից, ուսանողական հիմնականում, փոքր տարիքում էլ է մարդը եղել իմ ստեղծագործությունների հիմքում, անընդհատ մարդ եմ նկարել, դեռ չէ, բայց ուսանողական տարիքի աշխատանքներից որ նայեցի, տեսա որ էլի ինչ որ հայտնվում են ոտքեր, ինչ որ ձեռքեր, առանձին մասեր, հիմնականում մի քանի աշխատանք ոտքերից ու հասկացա, որ մի րոպե փաստորեն այդ վաղուց է ավելի, քան թե նորա, իմ կարծիքով, որ հենց իմանամ ինչի եմ նկարում, էլ չեմ նկարում։ Հաստատ։ Ինչ որ տենց բացահայտման հետազոտական։ Հա, ուսումնասիրություն է, հետազոտություն է, էլի։ Դա շատ հետաքրքիր է։ Այդ պահը որ չլինի, էլ արդեն ոնց որ վերջացավ, էլի։ Ինչ որ բան հետազոտում ես, իմացար, բացահայտեցիր։ Իսկ կարող է ինքը ինչ որ ներխուժման ակտ է, որովհետև մի անգամ դու ասում ես, որ ինչ որ այդ ոտքը քո գործերի մեջ է ներխուժում անում։ Հիշում ես, որ մենք խոսում էինք ճանապարհին, այդ ժամանակ էլ շատ հետաքրքիր ինչ որ բան մի հասանք, չէ, հետո ընդհանրապես այդ քեզնից է, որ այդքան հետաքրքիր է։
Չգիտեմ, կարող է ինչ որ ես մտածում եի այդ մասին էլի ընթացքում, բայց քանի որ էլի եմ ասում, բացահայտեցի, որ ավելի վաղուց է դա գալիս, հիմա դեռ էլի չեմ հասկանում, բայց ինձ համար կարևոր է ամբողջականացնել այս մասնավորապես այս յուղաներկի շարքը, որ էլի գնում է այդ բանի մեջ ու անել այդ ցուցադրությունը, որ պատրաստվում են։ Ինձն էս ապրես իմ կարծիքով գիտես ինչ էի մտածում, որ կողքից արդեն անեմ, նախ պետք է 10 տարի չեմ արել ոչ մի բան, ինչ որ արդեն հավաքվում է։ Այդ ժամանակ կարող է ինչ որ բաներ նորովի ես էլ ինձ էլ է հետաքրքիր, ոնց որ ես էլ իմ համար անեմ, էլի, որ տեսնեմ մի հատ նույն էս թեման, այդ հարցը ինչի, այդ հետո ասենք այդ տարածքում իրար կողքես դնում, ինչ որ պատկերը։ Այդ եմ ասում, հետաքրքիր է, puzzle-ի նման կարող է ինչ որ մի հատ ամբողջական բան դառնա, ես էլ հասկանամ ու այդտեղից հա, ես որովհետև չեմ սիրում անընդհատ ինչ որ նույն թեմայի շուրջ, ինչ որ նույն բաները, շատ եմ սիրում փոփոխություններ ու հաճախ շուտ եմ հոգնում մի բանից, էլի, անգամ ես կռվում եմ այս պատկերի հետ, որ ճիշտ ասեմ։ Այդ հենց հաջորդ հարցը էր, ուզում էի հասկանալ, իրանք ես չեն խանգարում, կոնֆլիկտ ունես, թե հաշտ ես։ Կոնֆլիկտը, գիտես ոնց է, երբեմն հա, երբեմն չէ, երբեմն տենց նկատում եմ, որ ինչ որ ոնց որ եկավ զորով չի, բայց հասկացա, որ ստեղ է տա ուզում, էլի տենց բայց մեկ-մեկ էլ այ օրինակ էս ջնջել եմ ու բան եմ անում, կամ փակում եմ, ծածկում եմ, արդեն այդտեղ կռիվ է, որ ոնց որ արդեն չեմ ուզում, բայց նաև կռիվ կոնֆլիկտ կա այդ արդեն, որովհետև էդ է ասում, չեմ սիրում էլի այդ նույն բանի մեջ մնալ, ոնց որ հետաքրքիր process է։ Հետաքրքիր որ պատմեցիր են մի նկարիչ մասին, որ նախորդ շերտից մնացել էր ոտքը, թե ձեռքը։ Հա, այդ էլ առանձին մի քիչ պատմություն է, այդքան շատ սրա հետ այս թեմայի հետ ոտքերի չեմ կապում, բայց հետաքրքիր է այնքանով, որ այդ սիրում եմ այդ նկարի վրա նկարելը։ Ու անգամ ինչ որ կոնկրետ կան աշխատանքներ, որ մնացել է նախորդ նկարից մի հատ դետալ, ինչ որ հատված, որ հենց ճիշտ տեղում է հայտնվել։ Երևի դրա համար էլ սիրում եմ, ինչ որ հավես բան կա։ Ավելի հետաքրքիր է, քան սպիտակ կտավը, անկեղծ ասած ինձ համար։ Մի տեսակ ոնց որ համ քո նախկին վիճակի հետ է երկխոսություն, համ ժամանակի։ Հետաքրքիր է, որ այդ դետալը թողեցիր, այդ անցյալ ժամանակվա այդ օրինակ այն աշխատանքի մեջ, որ հիմա չի երևում, հա, ուզում էի այդ օրինակը հենց միանգամից դրա բանը վերեի, որ այդ ձեռքը, որ մնացել է, այդ աշխատանքը մի առանձնապես արված չէր, կիսատ բան, ինչ որ վիճակ էր տենց, այն որ այնքան որ այդ պահին տենց բան էի արել ու տենց թողել էի, ասում էի, չեմ սիրում այդ պերֆեկցիոնիզմը։ Ու բնականաբար ինքը ուրիշ գիտեի, որ չեմ շարունակել ուրիշ գործ է դառնալու, բայց այդ ձեռքը մնաց ու շատ հետաքրքիր ու տենց շատ մի քիչ անձնական բան, տենց հուզական պատմություն կա այդ գործի հետ կապված, այդ ձեռքի ու շատ հետաքրքիր է, ուզում եմ հիմա համեմատեմ իր այն նախորդը, որ ես այդ ձեռքը մնացել է, նախորդ աշխատանքը ու սա, դրանց միջև ասեմ 4 տարվա տարբերություն է, բայց այնքան հետաքրքիր է, որ արդեն ուրիշ տեսանկյունից ես նայում, այդ 4 տարվա այն ժամանակ ինչ էի նկարել ու հիմա ինչ եմ նկարել, թեման, կերպարը, տրամադրությունը, շատ հետաքրքիր փոփոխություն է ու արդեն տեսնում ես էլի որտեղից որտեղ ես էմոցիոնալ։ Դեպ ոչ միայն էմոցիոնալ, այլ նաև նյութական իմաստով կատարողական, թե էմոցիոնալ իմաստով շատ հետաքրքիր փորձություն է։ Դեպ հենց նոր ձևակերպեցի այդ փորձառությունը, հետաքրքիր է շատ։ Քո համար ինչքանով է կարևոր կոնցեպտը ու արդյոք այդ առաջնային է, ճիշտ է, դու արդեն խոսացիր, բայց կարանք եթե մնաց ինչ-որ բան ասելու, թե կարևոր է օրինակ էմոցիան, ենթագիտակցությունը, կամ օրինակ կարող է տեխնիկան ավելի կարևոր, չգիտեմ, դու ոնց ես։ Չէ, բոլորն էլ իրականում կարևոր են, շատ կարևոր են, հավասար կարևոր են, բայց
ավելի անկեղծ եթե լինենք, իմ դեպքում իմ մասով ասեմ, էլի բնականաբար իմ մասով կարամ ասեմ, որ իմ մոտ ընդհանրապես հա էմոցիան առաջին երևի այդ էմոցիոնալ վիճակը առաջին տեղում է կոնցեպտը շատ կարևոր է ու կատարողականությունն էլ, բայց այդ էմոցիոնալ վիճակը ոնց որ Առաջնային։ հա, էքսպրեսիան շատ առաջնային է, հա։ Գիտես, ինչն եմ հիշում, քո այդ պատերազմի հետ կապված գործը, դիմանկարը ու զինվորների նկարը, ոնց որ հա, ստեղ էլի շատ ունես տենց կոնցեպտուալ գործեր, այսինքն գործը ինչի մասին էր, արդյոք էլի կոնցեպտ կար, թե էլի զուտ էմոցիաների վրա էր, ինձ թվացել է, թե ինքը ինչ-որ տենց կոնկրետ կոնցեպտ ունի, որովհետև իրադարձության հետ։ Նայ, հիմա ասեմ, կոնցեպտի հետ կապված էլ, ոնց որ երբ որ էմոցիոնալ վիճակում աշխատանքները ստեղծվում, ստեղծագործական, հետո իրանք դառնում են կոնցեպտ։ Օրինակ, այս զինվորի աշխատանքը էլի տենց էր, էմոցիոնալ աշխատանքա ու հետո միևնույն ժամանակ այն կարմիր ինքնադիմանկարն է, խալաթը։ Հետո համարյա վերջերս ես բացահայտեցի իր կոնցեպտը, իրանց, հետո post factum։ Հա, էլի ցուցահանդեսի արդյունքում, երբ որ ես տեսա իրանց իրար կողք, հետո հաշվի առնեք, որ ես 10 տարի ոչ միայն ոչ թե չեմ նկարել, դադար չի եղել, որ ես երբևէ, ասենք, դա հենց ամիսներով չնկարեմ, տենց չի եղել, անընդհատ էլ ինչ-որ բան արել եմ, իհարկե թաթախված չեմ եղել այս վիճակի մեջ, որտեղ միայն տենց ես կարողանում հասցնես կամ ինչ-որ ասելիքդ, բայց այդ պրոցեսը դադար չի ունեցել այդ ընթացքում։ Ուղղակի նաև հա, մի քիչ շատ բան underground վիճակի մեջ էի ու այդքան շատ չի եղել շփումս նաև դուրս ներս տեսնել, շփվել, մի քիչ կտրված եմ եղել, դրա համար էլ շատ անգամ շատ բաներ արել եմ կողքից, sense շատ sense զոոմի մեջ եմ եղել, հիմա երբ որ այդ ցուցահանդեսը եղավ ու ես իրանց տեսա, հասկացա, որ ենթագիտակցորեն հենց այդ կոնցեպտը ստեղծվել է արդյունքում, կոնցեպտ է դարել այդ երկու աշխատանքը։ Հիմա ինչ ցուցահանդես էլ անեմ, ես ուզում եմ միասին իրանց ցուցադրեմ, որովհետև կուզես խոսես այդ կոնցեպտ ինչի մասին է։ Դե պատերազմի այդ օրերին ընդհանրապես տենց շատ ծանր ապրումների ժամանակ չի լինում ստեղծագործել կամ հետո ես արտահայտում կամ մի քիչ որ այնքան շատ էմոցիան չես կարում էլի անջատվես, բայց այդ շրջանում ստացվեց այդ երկու աշխատանքը ու միառժամանակ զուգահեռ է եղել էլի ենթագիտակցության ֆոնի վրա։ Հետո երբ որ նայեցի ինչ էլի իր ընդհանուր իրար կապող այդ միտքը, որ այդ զինվորն է, չէ, այնտեղ բանում հրամատում ու ես եմ տանը իմ շորերով տնային պայմաններում նույն հոգեվիճակի մեջ, հա։ Հետո հասկացա, որ ենթագիտակցորեն այն սաղավարտը, որ զինվորի գլխին է, իմ մոտ այդ խալաթն է, չէ, այդ արջուկներով փափուկ, լրիվ այդ կոմֆորտ ու ինչ որ, այսինքն հետաքրքիր, ինձ շատ ազդվեցի, որովհետև այդ պահին տենց ընդհանրապես տենց այդքան չէի բանարել իրան։ Բայց արվեստին ինքնին դուրս ապրել։ Հա, հետաքրքիր է։ Նայ դիտեմ դու տենց մտածում ես թե չէ, ինձ թվում է ոչ թե կոնցեպտն է հետո գալիս, այլ այդ ստեղծվելու պահին ենթագիտակցորեն ինքը կա, ուղղակի դու չես ձևակերպում։ Իհարկե, միանշանակ։ Դրա համար էս ոտքերի պահն է, որ ասի ամբողջականացնեմ, ոնց է որ ժապավենը ֆիլմ են նկարում, չէ, էտապներով, հետո ամբողջականանում է, երբ որ գծնում են իրար ֆիլմը կամ նույնը իրականում գրականությունն էլ բառերի կույտը հետո ամբողջական դառնում երբ որ կարդում ես միտքը, ասելիքը եւ այլն եւ այլն
Այդ իմաստով հետաքրքիր է ցուցահանդես կարևոր բան է, էլի ես մտածում եի թե լավ ինչ ցուցահանդես պարտադիր չի գալիս են նույն մարդիկ, նույն միջավայրը առանձնապես ինչ որ հետաքրքիր չնայած հիմա իդեպ դրա մասով էլ կարանք միթե թե փոխվել է ահագին դրական բաներ կա էլի փոփոխություններ իմ կարծիքով նկատի ունեի որ ամբողջականանում է էլի այդ պատկերը կադրերը, երբ որ այդ մանավանդ կոնցեպտ ես դնում ցուցահանդեսի հիմքում, տես հիմա ես արդեն սկսեցի մտածում եմ ամբողջականացնեմ, երբ որ շարեմ աշխատանքները ու արդեն ներկայացնես դու էլ լրիվ կողքից ոնց որ նորովի բացահայտես այդ կինոն նորից ես ու երբեմն կարող է դրա արդյունքում դա շատ կարևոր բան է դրա համար է հետ ցուցահանդեսը երբ որ քեզ նայում ես մի հատ ուրիշ տեսանք ուրիշ աչքով երրորդ աչքով բան դրա արդյունքում մարդկա կարող է հիասթափություն ապրում դեպրեսիաներ կարան լինեն տենց էլ է լինում ու կարա հակառակ ավելի ոգևորի որովհետև ոնց որ դատին ես հանձնում էլի համ քո դատին որտեվ դու էլ ես այդ պահին որպես հանդիսատես նայում համ էլ մարդկանց էլի sense մի տեսակ հետաքրքիր է որ դու ինքդ քո դատին ես հա այդ հենց այդ է կարևորը հիմնական բանը այդ է որ պետք է անել քո դատին էլ հանձնելու ոնց որ արդեն ուրիշ կողմից նայելու համար իսկ որ ասում էիր փոխվել են ցուցահանդեսները դե նայած տեղ նայած ինչ ցուցահանդես բայց ինչ որ ոնց չհամեմատենք 10 տարի առաջ հիմա ամեն դեպքում չի հնարավոր չի փոփոխություն չլինի абսուրդ կլներ որ ընդհանրապես չլիներ փոփոխություն ճիշտ է շատ անհայտ բաներ կա բացեր կա բան կա բայց ինչ որ չափով ես որ միշտ աշխատում եմ դրականը այդ փրկումը այդ կարևոր է ու մի քիչ էլ շատ անընդհատ բացասականը տեսնելն էլ իրականությունից կտրում է էլի եթե իրականությունից մեկը մենք կտրված ենք այնց չի որ իդեալական իրականությունը կարողանում ենք ամբողջական գոնե դրական ձևով բան անենք էլի ոչ թե բացասական հետո արվեստը կարող է տենց մի քիչ մոդայի տեսքով կամ տրենդի տեսքով, բայց բավական արժեքավորվել է։ Ոչ թե իրական արվեստը, այլ այդ երևույթը, ստեղծագործելու երևույթը։ Այդ արդեն վատ չի, էլի։ Ճիշտ է, դրանից կարող է մի քիչ ուրիշ բան է տուժում, շատ է սկսում արդեն, շատ են սկսում անել ու այդ շատի մեջ լավերը սկսում են շատ չերևալ։ Կարող է, բայց հենց այդ ֆոնին կարող ավելի է ներևում։ Բայց հա, մի քիչ հարաբերական է։ Չգիտես։ Այսինքն մի process է, որ երևի հիմա գնահատելը այդքան հեշտ չի։ Հիմա գնահատելը այդքան հեշտ չի, ոնց որ ստեղծագործական բուն քո process-ի մեջ է, միջև չես տեսնում ամբողջական պատկերը, չես կարողանում օբյեկտիվ չենք կարա, հա։ Կարանք անverջ քննարկենք, բայց քննարկումներ, բան իմ կարծիքով անում են նայած ցուցասրահ, մի քիչ հարաբերական է, չեմ ասի, որ բոլորի մասով, այդ ստանդարտը կա, նույն ձևի, նույն, բայց ինչ որ բաներ կա, հա։ Մի քիչ ուզում եմ խոսենք տենց ժամանակակից արվեստ հասկացության մասին։ Դու քեզ ժամանակակից արվեստագետ ուղղության առումով, էլի, ոչ թե ժամանակակից ուղղության առումով համարում ես, թե չէ, ու արդյոք ունես տենց ցկտում, թե չէ։ Հետաքրքիր է, մեկ-մեկ ես ինձ բեխերով ժիլետ Արծաթիպային պատկեր ես ժիլետով կատակը մի կողմ, բայց դրա մեջ ինչ-որ մի քիչ ճիշտ բան էլ կա, ծայրահեղ բաներ կա էլի, ժամանակակից արվեստ հասկացության ու ինչ-որ ավանդական, չգիտեմ, պարզ ավանդական չեմ, բայց այն համընդհանուր պատկերացրած ժամանակակիցն էլ չեմ, էլի, երևի դրա, մի քիչ դուրս եմ ու չեմ էլ ձգտում ճիշտ ասած, ու դա իմ համար լավ է, կարևոր է, որ այդ տենդենցի մեջ չես, էլի, ընդհանրապես յուրաքանչյուր տենդենց ամեն ինչ փչացնում է
ու թվում է ուրիշ բան է դառնում։ Չէ, չեմ կարա ես տենց։ Իմը չի։ Նկատի ունեմ ոչ թե վատը, շատ լավ է ժամանակակից արվեստը, բայց տենց ինչ որ հատուկ ձգտում կամ պետք է լինի ժամանակի մեջ ինչքան որ անում ես, այդքան անես անկեղծորեն, այդ պահես այդ անկեղծությունը, արդեն դա շատ մեծ կարևոր բան է, քան ինչ որ բանի մեջ ձգտելը որ ի վերջո արվեստն է կարևոր, ինչ կարևոր է դա հենց այդ ժամանակակից արվեստի ամբողջությամբ բանի մեջ համտնում թե արվեստ է էլի։ Ուզում եմ հասկանամ դու ինչ կետում ես գտնվում հիմա արվեստի մեջ, որպես արվեստագետ ու ինչն է քո արվեստը առանձնացնում։ Ինչով ես էլի դու յուրահատուկ ես համարում։ Երևի վերջից սկսեմ յուրահատուկ, եթե կարելի ասել, ես համենայն դեպս կարող է այն, որ մտածում եմ հիմա, չի որ ես մտածել եմ գիտեմ ինչն է ինձ յուրահատուկ, որ հարցրեցիր, հիմա բարձր մտածում եմ, գուցե այն, որ հենց այդ բաներից դուրս եմ, չեմ հա, ինչ որ այդ բանի մեջ չեմ էլի, այսինքն ոչ թե հատուկ ինձ դուրս եմ դնում, ճիշտ եմ ուզում միտքը բանանում, այլ ուղղակի իմ փորձում եմ այդ անկեղծ դրա համար էի ասում ենթագիտակցությունը պահելը ինձ համար շատ կարևոր է, շատ, որ այդ անկեղծությունից չհեռվանաս, որտեղ ամենակարևոր բանն է արվեստի մեջ անկեղծությունը։ Իսկ առաջի հարցը որն էր, որ կետում եմ։ Որտեղ ես։ Հա, էդ էլ է բարդը մի քիչ ասելը, բայց ես մտածել եմ իհարկե, բոլորս էլ մտածում ենք միշտ այդ ամեն ինչի շուրջ, ուր ենք, ինչ ենք, հարցերը, որ միշտ կան։ Ստեղ Երևի էլի ստեղ եմ ու աշխատում եմ այս պահի մեջ լինեմ, որովհետև այս պահի մեջ լինելով կարաս ինչ որ բաների հասնես, էլի, շատ իլյուզիաների մեջ չլինես, նույնիսկ ես աշխատում եմ մաքսիմալ անգամ ավելի, չգիտեմ, քննադատ եմ շատ, քան ինչ որ բանից տենց շատ ոգևորվեմ, միշտ աշխատում եմ այդ ոգևորությունը շատ չլինի հանկարծ ու այն կետում եմ, որ շատ բան եմ հաղթահարել, այդ կարամ ասեմ, որպեսզի արվեստը մնա իմ կյանքում։ Հասկանալի հենց արվեստի մասին է։ Հա, այդ հաստատ կա, շատ փուլեր հաղթահարված ու ընդհանրապես ես հասկացել եմ, որ իմ կյանքում ինչ արել եմ, արվեստի համար եմ արել, որ արվեստի համար այն իմաստով, որ իմ կյանքում մնա արվեստը, հավատարիմ եմ եղել։ Այսինքն ոնց հասկանում եմ, լիքը բաներ ես ճակերտավոր զոհել, զոհել, հաղթահարել, հա։ Ու հիմնական ամբողջ այդ ամեն ինչի գաղափարը իդեան եղել է, որ արվեստի հետ լինեմ ես։ Ըստ Հայաստանում արվեստագետը մինիմում կոմֆորտը զոհում է, այլ չասեմ լիքը շատ կարևոր բան է արվեստ։ Կոմֆորտի մեջ այնքան բան կարա մտնի, հաստատ իր բոլոր ենթաշերտերով։ Էլի իմ մտքերն էլ տենց մի անգամից լիքը հարցեր եկան ու խորացա ես է գնացի որպես արվեստագետ, բայց ուզում եմ շփվենք, որտեվ ես մենակ տենց չի, որ ես ուզում եմ քեզ լսեմ։ Չէ, ես ընդհանրապես ես սիրում եմ լսել շատ։ Այդ զոհաբերությունների մասին մտածեցի, բայց նաև ինքը այդ որ ասում էի, ինչ որ ռեսուրս է տալիս արվեստը, որ ուրիշ ոչ մի բան չի կարա տալ, ոնց որ այդ ամեն ինչը կոմպենսացնում է, իմ կարծիքով, չգիտեմ։ Հա, այդ էներգիան է տալիս։ Որ հետո լրացնում է այդ ամեն ինչը, ինչ որ հարցերում օգնում է քեզ։ Հենց այդ հաղթահարել, որ ասեցի, արվեստը չլիներ, ոչ մի բան չէր հաղթահարվի։ Հենց այդ հաղթահարելն էլ արվեստի համար է եղել, էլի արդյունքում։ Բայց մի քիչ կուզեի էլի մտածես, թե ինչ նյուանսներ կան, որ քո ստեղծագործությունների մեջ, թեկուզ հենց տեխնիկապես, թեկուզ հենց կոնցեպտի առումով, որ
քեզ առանձնացնում են, չասեմ, Հա, յուրահատուկ են ճիշտ է, այդ դարձնում, հարցին բայց չէ, հա, ասեցիր առանձնացնում։ իհարկե ինչ որ բան։ Ես այնտեղ շատ չեմ մտածել այդ մասին, որ տենց ինչ-որ անկեղծ ասած սովորաբար ուրիշներն են, չէ, արտահայտվում, որ կողքից չէ, նայում են ինչ որ բան են ասում, այս սենց կամ չգիտեմ, նենցա ու հիմնականում լավ բաներ են ասում, բայց լինում է, որ լավ բաներ չեն։ Ու ինձ իրականում շատ հետաքրքիր է։ Հաշտեմ, եթե բանը մեկնաբանվի, բայց եթե ուղղակի անկապ ինչ-որ հասկանում ես, պետք է մեկնաբանվի, չէ՞, ինչի է տենց։ Հիմնավորում չկա, կամ լավնա կամ վատնա, իմ ամենաչսիրածին տրավմատիկ թեմա։ Ոյս ինչ մտնել։ Հա, այդ ուզում եի ասել, որ տենց շատ պետք է շատ տարբեր բաների։ Իմ մասը, որ ես իմ վերաբերմունքը դե անդավաճան լինելը երևի թե կարամ այդքանով սահմանափակեմ, որ աշխատում ես, որ այդ տենց անդավաճան լինես քո հետո գիտես ինչ նկատել եմ, որ այդ ոչն էլ ինչ որ ենթագիտակցան հատուկ չեմ պահում, այդ ոչը ինքնին ինչ ես մի հատ բան, որ լսել եմ որպես բնութագիր ու գուցե ինչ որ չափով համաձայն եմ, չնայած էլի ավելի շատ կարող է կողքից երևում դա ինչքանով է տենց, բայց ենթադրում եմ, որ ինչքան էլ որ շատ անընդհատ նույն բանը չեմ անում, միանման չի պետք է իմ արվեստը բազմազանա, կարծում եմ այս շարքն է մի քիչ, բայց էլի տարբեր են իրանք, թե գունային, թե բանի իմաստով մոտեցման, գունային մանավանդ։ Ես իմ կարծում եմ, որ այդ տարբեր շրջանների մեջ միևնույն երևում է, որ դրանք իմ աշխատանքներն են, իմ բառերով ասեմ էլի, ոնց որ տարբեր փուլեր եմ ունեցել ես իմ ստեղծագործական ու էլի կունենամ ու դեռ շարունակում եմ, բայց ոնց որ դրանք որ նայում ես հասկանում ես, որ մի մարդու գործ է էլի, երևի այդ արդեն ինչ ուզում եի ասել, դրա հետ կապվում է, ուզում եի ասել, որ երևի քո գործերի առանձնահատկությունը այն է, որ ոնց որ դու սկզբում ասացիր, քո մասին է ու քո միջոցով է, դե քանի որ ամեն մարդ անհատականություն է, այդ անհատական գիծը միշտ երևում է, էլի քո գործում, որ ինչ որ մի մարդու մասին է։ Ճիշտ է, քո միջոցով մենք էլ մեզ կարանք տեսնենք քո գործերի միջոցով, բայց երևում է, որ այդ ինչ որ մի կետից է էլի գալիս ու այդ հետաքրքիր է կներես էլի, որ ասացիր քո միջոցով մի հատ միտք ուղղակի եկավ, որ հետաքրքիր է այդ ովքեր որ կարան ինչ որ բաներ ասեն, չէ, լավ, վատ, կապ չունի։ Էդ էլ գալիս է թե ինչ արտացոլանք են իրանք տեսնում, որտեվ եթե մարդը միայն դեպրեսիա է տեսնում, չնայած այդ շրջաններ եղել է այդ տարիները, բայց եթե միայն դրա վրա է ֆիքսվում, ոնց որ իր հոգեվիճակից էլ է գալիս, իմ կարծիքով մտածում եմ էլի, կամ ինչ որ ագրեսիա է տեսնում, գուցեև ինքը ինչ որ этаպում կամ այդ պահին այդ բանի ունի այդ իր մեջ։ Հետաքրքիր է։ Այդ քո ասած էլ այդ բանալի բառը, որ արտացոլանք բառը, կարող է հենց արտացոլում են քո նկարները, չէ՞, մարդկանց, որովհետև այս բոլոր զգաց բաները զգացմունք, չէ, այս բոլոր էմոցիաները ոնց որ իրանք իմ մեջի տարբեր վիճակների, եսերի տարբեր էմոցիաների արտահայտություններ են ու բնականաբար այդ ամեն ինչը բոլորի մեջ կա ու իրանք դա տեսնելով նայած ինչ պահին, ինչ բանի մեջ իրավիճակի կամ մարդ կա, որ կարող է չեկա, որ դուր է գալիս, բայց օրինակ տանը չեր կախի, ինչ որ գործեր, տենց ասել են, կամ չգիտեմ, մեկը կարող է ագրեսիա է տեսնում, մեկը ինչ որ դեպրեսիվ, մեկը հակառակը, տենց շատ ուզում է այդ Բայց հետաքրքիրը այն է, որ դու էլ չէ, որպես հեղինակ կարող է քո գործին էլի խոսացել քիչ թեմաներից, ամեն этаպում մի ուրիշ աչքով նայես, դա էլ է բնական, ուր մնաց թե իհարկե բնական, դրա համար էլ միանշանակ բնական է ու դրա համար շատ նորմալ է էլի, որ ու ես անգամ սիրում եմ ավելի տենց
խիստ բաներ էլ ոչ թե միայն պիտակ, դրանք մի քիչ պիտակավորել են առանց բացատրության։ Ես օրինակ կուզեի, որ ընդհանրապես այդ առողջ քննադատություններ լիներ, էլի, բայց մեր մոտ իսպառ բացակայում է այդ առողջ քննադատությունները։ Գիտես ինչ ես էպիզոդից էպիզոդ այդ քննադատության Հարցերը խնդրի գալիս են։ մասին, հա, բոլոր արվեստագետները խոսում են։ Դե Հա, խնդիրը մեր այդ մոտ։ խնդիրը ու ինձ թվում է դա ոնց ասեմ, մեր ընդհանուր շատ չեմ ուզում ընդհանրականացնեմ, կամ երևի քիչ ենք, փոքր ենք, շատ են արվեստագետները, ստեղծագործողները, դրանից է լավ, որ ինչ որ սահմանափակում է։ Հետո մի քիչ անկեղծ կեղծավորության բան էլ է դրա մեջ մտնում, էլի։ Ինձ թվում է այդ մենակ արվեստում բնույթից չի, է։ ինչ որ տենց առանձնահատուկ մշակույթ է, Մշակույթ է։ հարաբերությունների մեջ Հա, էլ կա հա, հա, սովորական։ իհարկե, հա, Մենակ սովորական, արվեստի մեջ այո, չէ։ նույնը, հա, քանի մենք այս պահին դե արվեստի մասով ենք, հա, ամեն տեղ կա դա, այդ խնդիրը կա, ու ես չեմ կարծում, որ ոչ էլ թե դա շատ քիչ ենք, իրար ճանաչում են բոլորը, այդքան էլ դրանից չի։ Այդ ուղղակի տենց բնույթ, այդ մշակույթ վիճակա դարել։ Ու դա մի իր խորը պատճառները ունի, էլի, երևի, որ հիմա էլ խորանանք առանձին պատմություն կդառնա, բայց ինչ որ, հա, պատճառներ կա հաստատ։ Հետո իսկ կա ինչ որ գործ, որ հիմա անում ես ու կուզես խոսես այդ գործի մասին։ Ցավոք սրտի հիմա այս պահին արդեն մի 2 ամիս կլինի, ոչ մի բան չեմ անում, բայց արդեն այդ ջղային վաղտը սկսել է ներվայնանում եմ, որ չեմ դրա համար հիմա մի քիչ տենց շատ կենցաղի մեջ բան արեցի ու որ այդ հոսքի մեջ ես ընկնում, էլի, միջև քեզ պետք է պոկես արդեն, հետո որ ընդեղից պոկում եմ, այդ չլվացվող Կիմային հիշեցին։ Հա, անդադ հիշել ենք։ Կարանք բարև ենք իդեպ կիմային բարևներ։ Այս ինչ հավես վերերին վրա։ Հա, այդտեղից երբ որ պոկվում ես գալիս ես տեղ, սա էլ չնկարվող չնկարվող որովհետև ինչ իմաստով, բանի գաղափարի իմաստով չեմ ուզում էլ դուրս գամ, որ կպնում եմ, այնքան բան դժվար է, այսինքն ստեղից ընդեղ սենց սոսինձի նման անհրաժեշտությունը չես կարա, սա էլ հազարապատիկ էլի անհրաժեշտություն է։ Հիմա սա գնում ենք հանգստի, այդ հանգստը իմ համար արդեն ստեղծագործելն է, էլի։ Այդ որ ասացիր, որ չես ստեղծագործում, իմ մոտ էլի այդ հարցը միշտ կա, արդյոք ստեղծագործությունը սկսում է հենց այն պահից, որ մարդը արվեստագետը նստում է մի բան անելու։ Իմ կարծիքով չէ, այդ դադարների ժամանակ հենց այդ արվեստը ինքը ծնվում է ու շատ պետք է կանա։ Անպայման։ Օրինակ ես ինքս իմ վրա եմ վերցնում, կարող է 6 ամիս ինչ որ բան չանեմ, բայց այդ этаպում այնքան հավաքում ես, հա։ Դա ոնց որ դա նույնիսկ անհրաժեշտություն է, ես չեմ պատկերացնում, որ անընդհատ նկարես ու անընդհատ էլի կարաս անընդհատ այդ process-ի մեջ լինես, այդ process-ի մեջ թաթախված լինելը, հենց մենակ ներկով թաթախված լինելու մասին չի, էլի խոսքը, այլ այդ process-ը ամեն ինչի մեջ տենաս, մտք գլխիդ մեջ լինես այդ process-ի մեջ։ Իսկ հիմա որ ուզում ես անջատվես, չի անջատվում, ինքդ ինչ որ միտեղ աշխատում ես, զուգահեռ մի բանին տեսնում ես, տենց ինչ որ միտք է գալիս կամ բան։ Հա, ես էլ այդ որ ասում եմ, մեկ մտածում եմ, եթե այսքան տարիներ թաթախված լինեի ես ամեն ինչի մեջ, կարողա չգիտեմ, էս լիներ, ուրիշ ձև լիներ, հիմա այլ տեղում կամ ես ինչ վիճակում լինեի, էս թե բանի իմաստով, տեխնիկապես, թե ուրիշ ձև, բայց համ էլ հասկանում եմ, որ էդ էլ իրա հետաքրքիր կողմը ունի ու այդ դադարները, չգիտեմ, հեռվանալը հետո Թեկուզ փորձառություն կուտակես, շատ, հա, այդ անպայման իրա տեղը իրա անելիքը արել է կարծում եմ։ Ճիշտ է, դու կարող ես շատ բան կուտակած լինես, բայց այդ ֆակտորը պետք է հաշվի առնել, որ չկարողանաս բավարար չափով արտահայտես
տեխնիկապես նկատի ունեմ, որտեվ իսկապես մի քիչ երկար որ չես նկարում, արդեն զգում ես էլի որ հետա վարժվել ձեռքդ մի քիչ։ Ես տարիներով որ յուղաներկի ձեռք չէի տվել վերջի անգամ ուսանող ժամանակ էի յուղաներկով արդեն 15 տարի առաջ էի երևի նկարել։ Յուղաներկով զգացի որ ոնց որ sense խորթ լիներ, գիտեմ որ ես գիտեմ որ դա գիտեմ ոնց է, բայց մի տեսակ հետ ես սովորում էլի, միջև արդեն ձեռքդ վարժվի։ Դրա համար կարող է այդ ժամանակի իմաստով դրանից բանը, բայց էլի ինքը հետ է գալիս, հենց սկսում ես աշխատել, հենց որ մեկ էլ տեսնում ես, որ վայ, այսինքն հենց այդքան դադար չէ, այդքան լավ դադար համարենք անգամ դադարից հետո, երբ որ վերադառնում ես, հա, տեխնիկական, երբ որ վերադառնում ես, դա կարող է մի տարի, 2 տարի տևի, միջև լրիվ այդ արդեն այդ բացվի ձեռքդ ոնց որ մեկ էլ իրար հետևից նենց սկսի բացվել, պրոստը իմ դեպքում կոնկրետ կարամ ասեմ, որ ես լիարժեք չեմ կարողանում թաթախվեմ, որովհետև դեռ այդքան հեշտ չի տարբեր հանգամանքներ կան, որ լիարժեք չեմ կարում, բայց որ ասենք հնարավորություն լիներ, անընդհատ այդ process-ի մեջ կլինեի, ոչ թե անդադար կնկարի, ես որ նստում եմ կարող է ժամերով ոչ մի բան չանեմ ստեղ նստած, մեկ էլ մի կես ժամում, մի ժամում արդեն ինչ որ ուզում էի անեմ։ Հա, ինչ որ հետաքրքիր լույս է վրա։ Հա, տեսա։ Հավասա։ Կարող է այս վերջին ժամանակների ակտիվությունից ու ցուցահանդեսներից խոսանք մի քիչ որ մարդիկ էլի պատկերացնեն։ Ինչ ես անում այստեղ։ Կամ ինչ եղան այս վերջի թեկուզ 2 տարին որտեղ ցուցադրվեցիր։ Ընդհանրապես երբ որ շատ դու սենց հետ ես քաշվում միջավայրն էլ քեզնից իդեպ այդ նկատել ես սոցիալական հարթակներում էլ սոցցանցերում էլ այտենց որ ակտիվություն չես պահում մեկ էլ տեսնում ես որ ալգորիթմի մեջ կորար քեզ մոռացվեցին հա հետաքրքիր է էլի այդ էլ դրա մասով էլ մի հատ բան էի ուզում ասեի որ այսօր ինչքան շատ է գլխավոր, կարևորագույն դեր ունի այդ ամեն ինչը մեր կյանքում, ուզենք թե չուզենք, հա։ Ու նկատել եմ, որ արվեստի մասով եմ ուզում անդրադառնամ, որ մենք ինչ որ ոնց որ վիրտուալ մի քիչ բանդ իրենց երբեմն լինի, գիտես, արվեստի համար։ Այդ որ ասացի, որ դու մոռանում ես ինքն էլ քեզ Սենց մի հատ բանի մեջ է դրվել քառակուսու մեջ ստեղծագործողին, որ եթե այնտեղ ակտիվ չես, ոնց որ ինքը քեզ ենթարկացնում ասած։ Հա, ինքը քեզ դնում է այդ կաղապարի մեջ։ Ու նկատել եմ, որ կամ ասենք ինչա մի բան տեղադրես քո արածներից, որը քեզ համար մեծ նշանակություն ունի, իսկապես տենց է, ոչ միայն քո լավ բան է, բայց հասկանաս, որ շատ բանի մեջ ինքը չի երևում, իր արժեքը կորցնում է, հասկանում ես, երբ որ մի արժեքավոր բան դնես աղբամանի մեջ, կոպիտ ասեմ մի քիչ էլի, ես չեմ ասում ամեն ինչ վատն է, բայց մեծ հաշվով սենց խառը ամեն ինչ լցված է, չէ, ինչն է տենց լցված լինում աղբամանը, ես մենակ վատ իմաստով չեմ ասում, բայց այդ պահը կա, ու այդտեղ լավ բանը չի երևալու, դժվար է, իր արժեքը կորցնում է, այդ պահը կա, ինչի սկսեցի, որ երբ որ դու հեռվանում ես Միքայել հետ էլ ընդեղից են քեզ մոր, երբ որ դու շատ ակտիվ չես գնում շատ ցուցահանդեսներ, քեզ շատ չեն տեսնում, բան, որքան շատ չեն ճանաչում, ընթացքում էլ փոխվում է ցուցասրահները, մարդիկ եւ այլն, այդքան շատ, հա, այդքան շատ կարող է բանա եղել է, դիմել եմ օրինակ այտենց ես ոչ թե դիմել եմ նկատի ունեմ
ոնց որ մաքուր էջից էլի, հələ ոչ մեկ չգիտի քո մասին, միանգամից իմանալ, ընդունել, ընկալել, մի քիչ այդքան էլ ընդունված չի մեր մոտ էլի, եթե նկատել ես մի քիչ տենց ու հակառակն էլ կա, երբ որ ընդունվածս կարող է ներողություն արտահայտության համար զիբիլ էլի անես, բայց արդեն որ ընդունված է, դրա հակառակը միշտ կա, հա, դրա հակառակը միշտ կա, դրա համար է զուգահեռ հիշեցի սոցիալական ցանցերի այդ պահը օրինակը որ մի խոսքով ու տենց առաջի բանը որ ընդունեցին մասնակցեցի Նիկողոսյանի մենքն էր որ այդտեղ այն ինքն է դիմանկարը մի խոսքով այդտեղից հետո հայ արտից Սոնա Հարությունյանը առաջարկեց ինձ տեսեք ճանաչოთ ինձ իմ աշխատանքներին առաջարկեց մասնակցել, հա, ոնց որ ինքը ոչ թե գտավ, ինձ գտել էր, բայց ու հիշեց, որ ու տեսավ, որ ես արդեն ակտիվ եմ process-ի մեջ, առաջարկեց մասնակցեմ, այդ շատ հավես էր ինձ համար էլի ու մոտիվացնող, ու տենց արդեն ոնց որ այդտեղ ճիշտ եմ հիշում, որ օտար երկրացիների հետ ինչ-որ ավստրիացիների հետ էր, հա, հայ-ավստրիական կամբակային ցուցահանդես։ Դրսի բաներին փորձում։ Դրսի բաներին, հա, այս տարիների ընթացքում որպես այդպիսին ակտիվություն, որ այդքան էլ ակտիվ չեմ եղել, բայց բան on-line գալերիաները այդտեղ, հա, եղել է համագործակցություն, վաճառք է եղել։ Հետաքրքիր չէ բանը այդ on-line ցուցահանդեսների ֆորմատը ոնց ինտերնետի հետ միասին եկա։ Հա, ես անորա այդ էի մտածում, որ ինքը համ տենց բացասական բան էլ ունի, որ ֆիզիկապես չես տեսնում էլի այդ գործերը, բայց դրական բան էլ ունի, օրինակ կարաս դու ինչ-որ աշխարհի, չգիտեմ, որ կետում, որտեղ դու ընդհանրապես չես եղել, քո գործը գնա հասնի այդտեղ, ինչ-որ տենց դիտողներ ունենա։ Չէ, այդ դրականը շատ կա դրա մեջ, համաձայն եմ։ Ճիշտ է, տեսնել է լրիվ ուրիշ է, որովհետև ոչ թե տեսնել է որ լրիվ ուրիշ է, այ պետք է դու այդ պարտադիր։ Միջև դա նենց էներգետիկա է նկարը, որ չկանգնես նկարի դիմաց, չի փոխանցվի։ Հա, մենք կարող է անգամ հիմա չգիտեմ շատ մեծերից խոսանք, բայց ես շատ բան տենց չեմ էլ տեսել, միջև չտեսնես, կանգնես դիմացը, լրիվ ուրիշ էներգետիկա է։ Բայց այս on-line ֆորմատը որ կա հիմա, այդ հնարավորությունը աշխարհը իրար հետ կապումը, այդ իհարկե շատ լավ կողմ ունի։ Այսինքն ավելի տեսանելի է դառնում էլի։ Մանավանդ մեր երկրի դեպքում, որ մենք շատ հնարավորություններ քիչ-քիչ արդեն սկսում ենք, բայց հա, բայց քանի որ ավելի դժվար է մեր համար, շատ հարմար է մեր դեպքում ավելի երևալու, չգիտեմ, աշխարհի հետ կապի մեջ լինելու արվեստի նայել։ Քանի որ արդեն այս դաշտի մեջ ակտիվ ես, պարզա որ արվեստագետների հետ առնչվում ես, ու արդյոք կան արվեստագետներ, որոնց առանձնահատուկ հավանում ես, այն ինչ որ իրանք անում են։ Դու նկատի ունես մեր ժամանակում ապրող, մեր տարիքային տարիքային բանի էլի արվեստի մեջ սերնդի առումով, օրինակ մեր սերնդակից, բայց բարձր սերունդից լինեն, որպես ստեղծագործող, չէ հիմա այս պահին ովքեր գործունեություն են ծավալում Հայաստանում։ Դե միանգամից ավելի մեծերից եմ հիշում, օրինակ Սահակին Պողոսյան, որից ես շատ բան սովորում եմ, իրականում որպես մտածող մարդու, ու նաև իր գործերն եմ շատ հավանում, իր փիլիսոփայությունը շատ հետաքրքիր է ինձ, այդ հենց իր կոնցեպտը շատ հետաքրքիր է, մտածելու գործեր են, ուրիշ հավանում եմ քեզ, չէ, լուրջ, նենց չի, որ դու հիմա նստած ես դրա համար եմ ասում, իսկապես ես առանձնապես շատ բան չեմ տեսել քո գործերից, բայց այս վերջի գործը ոնց որ տենց շատ բան արեց, առանձնացավ ինձ համար, կիմային եմ շատ հավանում,
ու կիմային էլ եմ վերջերս ծանոթացել, ինչքան էլ որ տենց վիզուալ տեսել էի, բան տենց շատ շփում էլ չէր եղել, բայց կապ չունի։ Ես սիրում եմ ուսումնասիրել։ Դրա համար, երբ որ դու ինտերվյու էիր արել իր հետ, այդ ոդքասթը կիմայի հետ էր առաջինը։ Ես հատուկ միացրել եմ, նայել եմ միջև վերջ, որովհետև ես տենց այդ միջոցով ոնց որ բացահայտեմ ինձ համար մարդուն, ընդհանրապես համաշխարհային արվեստագետներին է շատ եմ նայում տենց բացի իրենց գործերից տարբեր ինտերվյուներ, որ հասկանամ էլի ինչ ձևի են մտածում, շատ հետաքրքիր է ինձ դա, նույնը մերոնց դեպքում ու այս իմաստով շատ կարևոր ու պետքական բան է այս, որ դու անում ես, հենց իրար մեջ ստեղծագործողների համար էլ տես այս հարցը, որ տվեցիր տեղից առաջացավ, ոչ միայն ոչ ստեղծագործող մարդկանց, այլ նաև ոլորտից, թե դուրս, թե արվեստի ոլորտի մարդկանց համար կիմայի փիլիսոփայությունն է էլի դուրս գալիս ու ինչ որ տենց նույնիսկ այդ Սահակի հետ որ տարա զուգը կարելի է այդ կոնցեպտը ինչ որ այդ մտածելու ավելի մինիմալիստական ձևով արտահայտելու ինձ համար հետաքրքիր է շատ իմասա այդքան շատ չէ, բայց կան հետաքրքիրներ։ Ուղղակի որ ասիր մի անգամից առաջի բանից տենց մտքիդ է գալիս։ Այս երևի լավ առիթ է, որ խոսացիր այս նախագծի մասին։ Երբեք չեմ ասել, բայց ուզում եմ ասեմ մարդկանց, որ շատ հավես է, երբ որ մոտենում են եւի կարելի է կամերային ասել։ Շատ հավես է, երբ որ մարդիկ մոտենում են, տենց լավ կարծիքներ են ասում ու շատ պատահական անծանոթ մարդիկ ինձ շատ ոգևորում է, որովհետև երբ որ դու այդ անում ես, տենց ինչ որ մեկուսացված չես զգում, էլի, ինչ որ մեկը նայում է, թե ինչ որ մեկին պետք է, դու էլ ես սկսում արդեն ուրիշ տեղից նայել, այդ որ ասում էիր ցուցահանդեսները ամբողջական։ Այդ շատ հավես է։ Կարևոր է շատ։ Ու այդ շփումը հենց դրա համար է, էլի, ես դրա համար այնտեղ մի անգամ քննարկեցինք, որ կտրված էի ավելի այդ միջավայրից, չեմ հիշում, որ հարցի հետ էր կապված, բայց այդ քո ասած իմաստով էր։ Ու նաև այդ ինտերնետի հետ կապված որ ասացի, բայց ուզում էի նաև ասել, որ շատ հավես կլինի, եթե մարդիկ այդ նամակներից ու բանավոր խոսքերից դուրս նաև այդ տեսանյութերի տակ գրեին թեկուզ դրական կամ բացասական կարծիք, այնքան շատ կարևոր է այդ, որ հասկանաս, որ առանց արձագանք չի մնացել, էլի։ Հատկապես YouTube-ում, դե մյուս այդ տեղերում Instagram, Facebook գրում են մարդիկ, բայց YouTube-ում հենց տեսանյութերի տակ, եթե տենց ժամանակ ունենան ու գրեն, շատ այդ դիալոգը կշարունակվի, ոնց որ շարունակական ավելի կենթանի բնույթ կստանա։ Այս ոնց որ փակագծերի մեջ ինչ-որ նենց որ կարաք հենց այս պահին լայքեք կամ մեկնաբանեք, չգիտեմ։ Մենք պատրաստ ենք իրաքանչյուր մեկնաբանության։ Հիմա Գրետան էլ արդեն ասաց, որ ինքը ոնց հաշտ է էլի կարծիքների հետ։ Ու ոչ միայն հաշտ, այլ անհրաժեշտ է։ Ու լավ չի, որ մենակ լավ բաներ լսես, էլի պետք է բխուր կլինի, որ մենակ լավ բաներ լսես։ Դե համել այդքան բնական չի լինի, որովհետև այն ոնց որ նախորդ անգամ ասացի, չկա մի բան, որ հնարավոր չլինի քննադատել։ Բայց նաև քննադատություն ասելով մենակ վատ բան չնկատի։ Հետո քննադատությունը ինքը վատ բան չի, հա, այլ ուրիշը, որ այդ է ասում, ռեպլիկա են պիտակավորել է, հա, շատ տեղիներ, հա, դա ուրիշ է, դա արդեն ոնց որ մի տեսակ, գիտես ինչ, այդ մարդու անձին արդեն ինչ որ բնութագրում է առաջի հերթին, քան քեզ հասկանում ես, պիտակավորել է, այլ է, բայց դա այդ նուրբ գիծը պետք է հասկանալ, էլի, տարբերությունը։ Լավ, վերջին հարցը երևի թե քո կարծիքով ինչն է պակասում մեզ արվեստագետներ, թե այն առումով ինչ որ մենք անում ենք հիմա, թե օրինակ տեխնիկապես ինչն է մեզ պակասում, որ կարար լիներ, որ մեզ ավելի նպաստեր, կամ ինչն ենք մենք պակաս անում, կարելի է ասենց էլ ձևակերպել։
երկու տեսանկյունից Հա։ Ես կուզեի, որ մի քիչ բարոյական տեսանկյունից ասեի, որ պակասում է մեր արվեստագետներին ավելի բաց լինել իրար հետ ու կամեցող այդ պահը կա, պետքա դրա կարիքը կարծում եմ կա։ Օրինակ, որ մի բան իմացար, sense արտահայտվես կամ ինչ-որ ցուցահանդես կա, դի մեջ չգիտեմ, բաց, էլի։ Այդ օրինակ ես այդ sense չունեմ, որ մի բան պահեմ ինձ կամ ես բայց նկատել եմ, որ այդ դրա կարիքը կա մեր արվեստագետներին։ Հետո գիտես ինչ եմ մտածում, հա, լրիվ բաներ շատ են չէ, մտածում ես մեկնաբանություններ որ ասենք գիտես ինչ եմ մտածում, ի վերջո, երբ որ դու օգտակար չասեմ օգնել, այդ բառը շատ չեմ ասում, երբ որ դու օգտակար ես լինում մյուս արվեստագետին քո ոլորտից կամ թեկուզ ուրիշ ոլորտում քո մասնագիտության տեր մեկ այլ մարդու, ոնց որ դու այդ ընդհանուր դաշտի լավացմանն ես էլի նպաստում։ Ի վերջո դու այդ ոլորտի մեջ ես, առանձին չես կարող, դու լինես մենակ լավը, մնացածը շակերտավոր լավ է, էլի մնացածը չէ որ նրանք էլ պետքա լավը լինեն, որ քո արած լավն էլ գնահատվի, կամ չգիտեմ, ասենք մրցակցային լինի, ոչ թե ուրիշների հաշվին դու քեզ լավ զգաս, այլ այդ ոլորտը, եթե դու սրտացավ ես, չգիտեմ, ամեն ինչ կանես, կգնաս սեփական ոնց որ նախաձեռնությամբ հաղորդում կանես արվեստի մասին, օրինակ եմ էլի ասում, կամ քո ասած այդ բաց կանչերն են, քուղարկի ես անընդհատ կփորձես օգտակար լինես, որ դաշտը իրոք զարգանա։ Համաձայն եմ, հա։ Հնարավորության սահմանում չեմ ասում հիմա մարդը պահի ինչ որ բան հասկանալի է, բայց որ անգամ հարցնում ես ինչ որ բան նորմալ չեմ պատասխանում, հասկանում ես, տենց էլ է լինում, չէ։ Ու կուզեի, որ մարդիկ այնքան ավելի գիտակցող, չգիտեմ, ավելի բանիմաց լինեին, որ շատ լավ հասկանում, մի քիչ տարբեր էին արվեստը, իրական արվեստը ու չգիտեմ, ուղղակի նկատի ունես ավելի մասնագիտորեն։ Թեկուզ չէ, թող մասնագիտորեն չլինի, ավելի զգայական իմաստով եմ ասում, այդ նույն անկեղծության հետ է կապված, որ իրականում դու նկատել ես, մարդ կարող է շատ գաղափար չունենա, նկարչությունից կամ ուրիշ բանից, գրականությունից, բայց ինչ որ միշտ զգում է, կարող է չկարանան բացատրեն բառերով, բայց այդ զգալը զգում են, ընդհանուր մասով արվեստագետների հետ վերաբերմունքի դա կուզեի ավելացնեի, որ մարդիկ էլ ներգրավային շատ, չգիտեմ, այդ տեխնիկական մասով շատ բան է պակասում, այդ պարզ օրինակը, որ ասում եմ, որ թվին մարդիկ ինչով են նկարել, եղած է օիլստիկա, մերս հասանելի չի, օրինակ կա։ Ես այն օրը տենց մի հատ առիթ եղավ, միտեղ էլի այդ մասին էի խոսում, որ հասարակ բան, օիլստիկեր կան, օիլստիկա կոչվում, դրանով նկարել է Բասկյան, երբ, Ջորջ Կոնդոն, բան, իրանք այդ օիլստիկերով, հիմա մեր խանութում դեռ չկա այդ օիլստիկը չի, պատկերացնում ես ինչքան հետ ենք, այդ տարական նյութի օրինակով կարելի է պատկերացում կազմել իրոք, էլի, ու շատ բաներ, մեր ժամանակների համեմատ, այն ինչ որ ժամանակներում մենք ապրում ենք, այսքան հագեցած ես, մեր ժամանակակից աշխարհում նյութը արդեն մարդիկ բարեստական բանականությունն է մարդկանց փոխարեն ստեղծագործում, բայց մենք էլ են նյութի չնայած էդ էլ կարող է իր ինչ-որ հետաքրքիր կողմը ունի, այո, կայթակղություն ունի, որ ավելի սենց, չգիտեմ, ինտուզիազմը շատանում է, չեմ կարող ասեմ, բայց ինչ-որ բան կա։ Վերադառնում ես այն հին տեխնիկաներին, որ արդեն դուրս են մղում։ Քեզնից անկախ ինչ-որ բաներ ես մոգոնում ստեղծում։ Հա, ու բանի մաստով էլ ընդհանրապես տենց է, չէ, ինչքան առատ ու բան միջավայրում ես ապրում, այդքան քիչ մեկ է դառնում ծուլությունը եւ այլն, ինչքան սուղ ժամանակներ ես ապրում, այդքան սկսում է ուղեղդ
չծուլանալ։ Այդ ասում են, չէ, որ սպիտակ պատը նպաստում է սպիտակ պատերի ստեղծագործական ֆանտազիան, երևակայություն։ Հա։ Ճիշտ է, իմ դեպքում ճիշտ է պատկերներով։ Այդ որ ասում սպիտակ կտավը բանը ավելի հեշտ է։ Իսկ մյուս մասով ինչա պակասում էլի մեզ արվեստագետների երևի չէ, ուզում էի մի բան ավելացնել այդ մասով, բայց ինչքան մտածում ես, այդքան մոռանում եմ։ Այս թվում է հերիքա, շատ էլ չվագոնում մտածեմ։ Մյուս անգամ ես կարամ քեզանից, որտեղ քեզ էլ հետք մեկը պետքա քեզ հետ զրուցի քո արվեստի շուրջ։ Բայց իմ համար երևի ավելի հեշտ է բացել ինչ-որ մեկին, քան ինքս պատմել։ Բայց գիտես, որ քեզ ինքդ պատմում ես, քեզ այդ պահին քեզ էլ ես բացահայտում։ Օրինակ բաներ կա, որ հիմա խոսեցինք, ես այդքան կարող է պահի տակ նոր սկսեցի բանանել, ավելի ուրիշ ձև նայել դրան, հա։ Ընդհանրապես այդ արվեստը իսկապես ամենաբոժիչ միջոցն է։ Օրինակ հիմա մենք որ արվեստից ենք զրուցում, բան, չէ՞, թեման է դա։ Ես դրանից էներգիա եմ ստանում, բայց օրինակ որ մի հատ ուրիշ միջավայրում ինչ որ այնց թեմաները որ չես կարող այդ միջավայրի մեջ արվեստ մտցնես, այդտեղ իմ համար sense բան է։ Իմ կյանքում հաստատ կարամ ասեմ ամենադժվար փուլերից կյանքի արվեստի միջոցով եմ ես դուրս եկել։